Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները և մարդու կյանքի տևողությունը։ Հաճախ պացիենտներից կարելի է լսել հետևյալ արտահայտությունը. բժիշկ ջան, ինչքան կապրեմ, բժիշկ ջան, այս հիվանդությունը մահացու է թե չէ, բժիշկ ջան, սենց, բժիշկ ջան, նենց։ Հարգելի հետևորդներ կամ չգիտեմ, մարդիկ Հայաստանաբնակ կամ գուցե Հայաստանից դուրս։ Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները չեն ազդում մարդու կյանքի կոնկրետ տևողության վրա։ Եթե մենք չենք խոսում օրինակ միավի մասին կամ սիֆիլիսի, բայց էլ այն դեպքերում, եթե հիվանդությունը բարձի թողի վիճակում է գտնվում։ Մնացած տեսակի հիվանդությունները խլամիդիա, գոնորեա, տրիխոմոնոզ, ուրեոպլազմա, միկոպլազմա եւ այլն եւ այլն։ Դրանք սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ են, որոնք կարող են շատ երկար մնալ օրգանիզմում, չտալով ոչ մի կլինիկական դրսևորումներ։ Իդեմս ուրեոպլազման եւ միկոպլազման։ Ինչի համար առանձնացրեցի իրենց, որովհետև խլամիդիա եւ գոնորեա, ինչպես նաեւ տրիխոմոնոզի դեպքում մեծամասն տոկոս դեպքերում լինում են արտահայտված կլինիկական նշաններ, որի հետ կապված պացիենտը դիմում է բժշկի։ Բայց ասել, որ նույնիսկ գոնորեայի արկայությունը երկարատև արտկայությունը օրգանիզմում, ապա կյանքի որակի վրա չի, կյանքի տևողության վրա չի որակի վրա կարող է անդրադառնալ, եթե դուք ինչ-որ սիմպտոմներ ունեք, անհանգստացնող հարց, բայց տևողության վրա չի կարող։ Ինչի համար։ Որովհետև նմանատիպ հիվանդությունները մնում են սեռական օրգանների հատվածում։ Այսինքն ուրեոպլազման, միկոպլազման գոնը իրենք սեռական օրգաններից դուրս այսպես թե այնպես չեն գալու։ Իրանք չեն գնահատահարի նյարդային համակարգը կամ սիրտը կամ թոքերը կամ այլ կենսական կարևոր օրգաններ, որ դուք մտածեք կմահանաք դրանից։ Ու հաճախ այդ արտահայտությունը, որ մահացու չի, չէ բժիշկ ջան, ոչ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները մահացու չեն, բայց նախընտրելի չի, որպեսզի դրանք երկար մնան չբուժված վիճակում։ Հիշեք, մահացու չէ, բայց կարող է առաջանալ բարդություններ սեռական օրգաններում, իդեմս խոսքը վերաբերվում է անպտղության խնդիրներին, որն այսօր այս տարաշրջանում, այս ժամանակներում եւ հատկապես մեր երկրում, երկիր, որտեղ մենք ունենք դերմոգրաֆիկ ցուցանիշների շտկման խնդիր, բավականին մեծ տարածվածության մակարդակների վրա է գտնվում։